Ում լսելով դուք հասկացաք, որ դուք պիտի ռեփ երգեք։ Հա, շատ լավ հարց տվեցիք, ասեմ, հրաշքավոր, ոչ ոք տենց հարց չէր տվել ինձ։ Սկսեցի ռեփ անել, որովհետև ձայնագրման ստուդիա ունեի։ Այսպես կարամ ասեմ, ոչ թե ասենք երազում էի ռեփ երգիչ դառնալ կամ ունեի հնարավորությունները ձայնագրելու եւ այսպես ասած համել մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ եւ արանժիրովկաներ բան այսպես իմ գործն է։ Ասացի, քանի որ ունեմ համ ստուդիան, համ էլ արանժիրովկեք եմ անում, տենց քիչ տենց շատ լավ ստացվեց մոտս ու մինչև հիմա լավ ստացվում։ Բայց այնուամենայնիվ սիրած արտիստներ այդ ասպարեզում կոնկրետ չեք ունեցել կամ չունեք։ Կոնկրետ ոգեշնչման աղբյուրներ։ Չէ, տենց չկա։ Չէ, ինչ-որ բան պիտի լինի, չէ, որից հետո սերը արթնանա երաժշտական որոշակի ուղղվածության նկատմամբ, ասենք ինչու soul չսկսեցիք երգել, այլ ոչ, ինչու soul, ոչ soul, այլ rap, ինչու ոչ rock կամ նոր տեսահոլովակս, որ նկարահանել եմ, որ շուտով երևի բոլոր հեռուստատեսության ալիքներով կթողարկվի, այսպես ասած R&B մեջն է, rap-ը համել մի քիչ R&B կա մեջը, rap-ին է մեջը երգում եկել Էլանան, Անուշիկ Էլանան շատ լավ կատարումներ են անում իրանք, բայց ոնց որ ասած back vocal այնտեղ երգում են այդ կլիպի մեջ, իրանք չեն լինելու կլիպի մեջ։ Տյոմի այսպես ասած մտահղացումն է, որ պետքա երգչուհիները չլինեն, բայց իրանց ձայնը լսվի back vocal-ի այսպես ասած ձևով։ Շատ լավ, ես առաջարկում եմ այս բանին դադար առնել, նախ, եթե ունեք ասելիք սիրելի հեռուստադիտողներ, կարող եք զանգարել 349286 հեռախոսահամարով, եթե ոչ, ապա ուղղակի հետևեք մեր ծրագրին։ Մենք դիտենք այս պահին որևէ կատարում կրոյի կողմից, որպեսզի ավելի պատկերացում կազմելով շարունակենք զրուցել նրա հետ, եթե դեմ չեք։ Դիմավորեք Mr. Kro! Ավելի բարձր! Գնաց! Yeah. What's up, man? Yeah. Where my real gangsters at? No, this is Big Bad 18th Street of Crow. Who knows your sick ass gangsta, ass flow.